Հարգելի բարեկամներ, մասնագետ on-line է Շանթի ուղի եթերում, ես Դավիթ Պետրոսյանն եմ, բարև ձեզ, եւ սիրով ներկայացնում եմ արդեն կարելի է ասել մեր մշտական հյուրերից մեկին, կյանքի որակ կենտրոնի տնօրեն, էպիգենետիկ Գեորգի Ավագյանին, դոկտոր Միրզաբեկ։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Դոկտոր Միրզաբեկ։ Մի հարցից եմ ուզում սկսել, մենք վերջերս մի քիչ հաճախ հանդիպեցինք եւ դա մի քիչ լավ է մշտադիտարկման համար, դա մոնիտորինգն է այդպես կոչում հայերեն, մշտադիտարկում։ Ինձ հետաքրքիր է, արդյոք մեր այս հանդիպումները որոշ արձագանք են գտնում բնակչության մեջ հեռուստադիտողների, ինչի մասին կարելի է իմանալ, գիտեք ինչից։ Ոչ թե ուղղակի հենց զանգեն դոկտոր Միրզաբեկին, այլ արդյոք արձագանքում են նրանք այն թեմաներին, որոնց մասին մենք խոսում ենք։ Տեսեք, խոսեցինք կին-տղամարդ հարաբերություններ, հարուստ աղքատ, հաջողակ անհաջողակ, այդպիսի լուրջ համամարտկային խնդիրների մասին ենք խոսում, որոնք, ասենք, պետք է գտնեն նրանց, ում դա հետաքրքրում է։ Այ ասեք, ունեք արձագանք, թե ոչ։ Իհարկե։ Ինչպես է դա։ Դոկտոր Դավիթ, ձեր հաղորդումի շնորհիվ շատ մարդիկ իմացան, որ այդքան դժվար չի դուրս գալ խնդիրներից, որ 10-20 տարի տանջվել են, տառապել են եւ միշտ ուզել են գտնեն պատճառը ու չեն կարողացել գտնեն ու ավելի են վատացել։ Եվ մենք ձեր շնորհիվ արտահայտվեցինք, որ դա այդքան դժվար չի գտնել պատճառը եւ վերացնել։ Ու մարդիկ շատ են ուրախացել, որ այդ տանջանքներից հետո կարան թեթևանան եւ սկսեն ապրել ապագայի կոնտրոլի համար, ոչ ցանցալի ափսոսի համար։ Բայց եկեք լինենք ավելի անաչառ, այդ օբյեկտիվնեստ, որ ոչ թե ուղղակի հեռուստացույցը դիտելով նրանք կարողանում են ազատվել այդ խնդիրներից, այլ նրանք դրանից հետո որոշ ջանքեր են թափում, նրանք ձեզ են գտնում, երևի գալիս են, արդեն դուք անձամբ ամեն մեկի հետ, ոնց որ դուք ասում եք, կամ ինֆորմացիան տալիս եք իրենք, կամ յուրահատուկ, կամ խմբային ձևով պարապելով, դուք կարողանում եք արդեն այդ մարդկանց բանալին գտնել, ոնց եք դուք անում, որ մարդուն հասկանում եք։ Դե իհարկե դա մեծ բան է, ես ճիշտ ասած իմանալով, որ դուք բժիշկ չեք, այնուամենայնիվ ես գիտեմ, որ մարդկանց մոտ շատ ժամանակ խնդիրը, պրոբլեմա ոչ թե այդքան իրական է, այլ ինքը նստած է ոնց որ իր մեջ, իր գանգի մեջ, ուղեղի։ Եվ այսօր եկեք դրա մասին խոսենք։ Որտեղ է դա նստած, դա ինչի է այնտեղ։ Как раз ես սլայդ եմ բերել եմ մի հատ։ Այո, խնդրենք մի հատ այդ սլայդը ցույց տանք եւ փորձենք դուք դա այդ սլայդի վրա մեզ բացատրեք ձեր պատկերացումը, թե խնդիրները որտեղ են գտնվում։ Չէ, խնդրում ենք այն մյուսը, որը միայն նկար է, այսա։ Вот ստեղ գրած է триединый мозг։ Մենք ունենք 3 հատ ուղիղ, որոնք միասին են, 3 միասին պետք է լինեն միասին, իրանք համին գործ են անում մեր անվտանգության, մեր կյանքի։ Ու կա ցերեբրալնի, հա։ Այսինքն, ասենք տես, գլխուղեղային։ Ցերեբրալը, չէ, ցերեբրալը դա մարմինականն է։ Հա։ Կենթանական խելք։ Հա։ Որը ավտոմատ աշխատում, որ մենք չենք մտածում, ոնց քայլենք, ոնց խոսանք, չէ։ Եթե մենք մտածենք ոնց քայլենք, մենք կընկնենք։ Հա, ինքը արդեն ամեն 4 միլիարդ օպերացիվ սեկունդը անում է, որ մենք ապահով ապրենք։ Հա, հետո երկրորդը էմոցիոնալն է, դա սիրտի ուղեղն է։ Հա։ Ուղղի են մարդիկ ասում են, սենց են դրում ձերքը, չէ՞։ Սիրտը արձագանքում է, ինքը էմոցիոնալ, то есть ռոմանտիկ, նախանձություն, կամ սեր, կամ չարություն։ То есть սա ստեղ է։ Ինքը մենակ դրա մասին է մտածում սիրտը։ Եվ իհարկե ֆիզիոլոգիան, որ մարմինը սնցնի առումով։ Значит, рептильный мозг։ Рептильный մոզգ եւ ցերեբրալный մոզգ ուղիղի հետ կապված կա տարբերություն։ Ինքը որպես ուղիղ ունի անդադ рептильный մոզգի հետ կապ, որովհետեւ մարդը որ մտածում է մի բան, սկսում է սիգնալ ուղարկել մարմինին, որ մարմինը քայլի առանց ավտոմատ։ Հա, մի անգամից, կապը մի անգամից։ Ձերքը բացացնում, մարդը ձերքը բացացնում է։ Ուժը ցերեբրալնը ուղիղն է կոմանդա տալիս տեղ, որ ձերքը հրահանգ, տալիս է հրահանգ։ Եթե 3 ուղիղ միացված են, իրար հետ
համամիտ են, մարդը դառնում է սենց, սաղ կյանքը, ապրում է սենց։ Ներդաշնակ, Гармоничный։ Отлично. Гармоничный։ Он все понимает, ինքը ամեն ինչ հասկանում է։ Եթե էսի է խանգարված էմոցիոնալնի մозг, մարդը դառնում է սենց։ Մեջտեղի նկարը։ Հա։ Եթե էսի Այսինքն դա վախեցած, ինչ որ մտքերի մեջ իր որոշ անհանգիստ, հա։ Ռեպտիլնի մозг, եթե դա խանգարված մարմինական, հա, գերիշխում, եթե դա է սենց է դառնում անընդհատ։ Հա։ Լարված, ջղային, ագրեսիա սպանել, նյարդայնացած, այո։ Ու մենք ինչ ենք անում, մենք գտնում ենք պատճառը իրանց մեջ։ Օրինակ, մի հատ աղջիկ եկել է ասում է, ես շատ եմ սիրել, մենք հանդիպել ենք, ու հետո ինքը դավաճանել է, հա։ Կոտրել է սիրտը, ինքը դարել է սենց։ Եվ դրանից ուժը ինչքան ինքը լարված է, չի կարող ների այդ մարդուն, երև էներգիա չէ պետք, այդ չներելու համար, չարության համար, խանդի համար էներգիա է պետք։ То есть ինքը ապագա էներգիան ծախսում այսօր։ Եվ որ այսօր դա քրոնիկական հոգնածություն է ստեղծում, որովհետև էլ ուժ չկա ապրելու, ուղղը միացնում է դեպրեսիա, որ ինքը քիչ քայլի, քիչ շփվի, տունը նստի, որ էկոնոմիան է իրան ապագային էներգիային գոնե մի քիչ երկար ապրի։ Բայց դեպրեսիա մեզ պետք է։ Բայց կարճ ժամանակ։ Միգուցե դա պետք է այն դեպքում, երբ որ նոր է այդ եղել, դեռ այդ շատ սուր են այդ բաները, բույզերը։ Ինչքան ստրես է ստարել, եթե ստրեսները շատ են եղել, ուժը մարմինը ռեպտիլնի ուղեղը միացնում է ագրեսիան կամ ցանկություն մահանալ։ Ներնեմ բրծնեմ։ Հա։ Ու այդ ժամանակ ուժը քրոնիկական դեպրեսիա է սկսվում։ Հա։ Որտեղ ուղեղը ասում է, ուզում ես մեռնես, հարց չկա, давай մեռնենք։ Ու կամաս սկսում է клетку начинает убивать։ Բջիջը սկսում է սպանել։ Ինքնասպանություն է գնում ներսում։ Եվ իրանք սկսում են չորանալ, ու այն աշխարհը գալիս է։ Կամ դիժանուս։ Ու իրանք եթե առաջարկություն ես անում, давай քեզ բուժեն կամ sense, ոչ մի բանի չեմ հավատում, ու ինքը մեղավոր չի, ու ինքը չի հիշում, որ կոմանդան տվել է։ Հուսահատ վիճակ։ Հիաստապած ժամանակ դրա համար ասում են, որ դու ջղայնացել ես, մի որոշի ոչ մի բան, մի երթվի, դա իրականանալու է։ Որ ասում են ինքնանավ, հա։ Որ ասում են խոսքը նյութական է։ Պետք չի վերաբերել խոսքին կամ մտքին, ոնց որ ինչ որ մի այսպեսի մի ամեն բառը աղոտ կա, ամեն բառը եւ միտքը աղոտ կա, ու Աստվածը միանգամից տալիս է պատասխան։ Դե Աստվածը ստեղ է էլի, այդ իրեղ ուղեղի մեջ, ոչ մեկ ընդեղ չի նստած մեզ ղեկավարը։ Մենք ինչ ենք անում, մենք ուզում ենք հաշտվածնենք։ Օրինակ, տղեն տեսել է սիրուն աղջիկ, ուզում է մոտիկանա։ Ու բնազդաբար, բացրացավ, էներգիան, սերը, ինքը ուզում է մոտիկանա, ու սիրտը, ասում է, բա դու հիշում ես, դպրոցական ժամանակ դու մեկին մոտիկացել ես, ինչ ա եղել, քեզ չափալախեցին, խայտարակ արեցին։ Ու в это время այս ուղեղը, սրտի ուղեղը չի թողում, որ ինքը իրականացնի իրան գնալը։ Ու դառնում է ներքի պայքար, բնազդաբար եւ սրտի զգացմունքների պայքարը։ Հետո միանում է ուղեղը, ցերեբրալնի մոզգը։ Ինքը ասում է, հա, լավն է, բայց դուք կորոշեք։ Այսինքն նեյտրալ վիճակա գնում։ Երկու ուղեղը իրար ուտում են, մեկը ասում է, չէ, խայտարակ, սիրուն աղջիկը թողում գնում է։ Հա, ու այդ սիրուն աղջիկը կողքով անցնում է։ Մեկը արդեն Даже если ինքը այդ երկու ուղեղը ցերեբրալնի ուղեղը սկսի իրանց ղեկավարի մոտ մեկը գնա, ինքը գնալու հանց էշ խոսա, ու այդ աղջիկը նույն բանը անելու, որ 20 տարի առաջ եղել է։ Ճիշտ է, անհամարձակությունը բերում է ուղեղի կաշկանդման, եւ նա չի կարողանում գտնել ճիշտ բառեր, չի կարողանում լավ ներկայացնել, թե ինչի է մոտեցել։ Ու այդ ստրեսը, ընկճվածությունը, այդ խայտարակը հերիք է, որ կյանքից մի 30-40 տարի գնա։ Այս ինքը վարվի ներսից։ Ու իհարկե բերում է ուժը նևրոզին, բերում է там ուժը դուք ավելի շատ գնանաք դիագնոզների։ Այդ բժիշկները այդ դեպքում կվերցնեն, կսկսեն դեղերով բուժել։ Հա, բայց ծրագիրը մնում է։ Իմ գործս ինչումն է միացնել այս 3 հատ ուղեղը, որ աղջիկը կամ տղեն ապրեն սենց։
որ այդ տղեն եթե Իրանից գնաց, значит ավելի լավ է որ հիմա է գնացել։ Ճիշտ է։ Բա որ ես ամուսնանա է, հետո կլինի ավելի վատ կլինի։ Վау, ինչ լավ է։ Այդ 2-3 երեխեն հետևից կպած արդեն, չէ, էլ իր հետ ոչ մեկ չէր ամուսնանա դրանց պատճառով, չէ։ Արդեն գիտես, որովհետև 3 հատ ուղեղը միացրած է։ Այդ հատը դաժե վերջին Արտուր Արուշանյանը, որ աշխարհի չեմպիոն է դարել։ Հա։ Ինքը այդ թուրքի կողը որ կոտրել է, տեսել եք։ Լսել եմ։ Հա, ինքը ինչ արեց։ Ինքը խաղեց այդ մարդու հետ թուրքի։ Թուրքը ուզել է աշխարհի չեմպիոն դառնա, բայց ինքը չէ։ Ինքը խաղել է։ Խաղացել է։ То есть եթե այդ ուղեղները միացած է, ամեն ինչը հետաքրքիր է։ Ռիսկ չկա։ Ուզում ես վերցնես, գնում ես վերցնում։ Ու մարդիկ դժվար քեզ ասեն չէ։ Որովհետև դու հանց էներգիայով գալիս ես, որ ինքը ուրախանում է քեզ ասե հա։ То есть գիպնոզ չկա, այնքան ավստա։ Այս դոկտոր Միրզաբեկ, բան նրանում է, որ ձեզ մոտ չեն գալի նրանք, ովքեր որ այն նոր ուզում են ինչ-որ մի բան եւ իրանք անհաջողության հետո կգա այն ժամանակ, երբ որ արդեն փորձեց անի կամ չփորձեց անի, բայց մնաց այդ իր մեջ որպես նստվածք, ինքը ընկավ այդ իր դեպրեսիայի մեջ, իր այդ նյարդայնության մեջ, ու այդ ամեն ինչից հետո է գալիս, դուք ինչ կարաք անեք, արդեն բաց թողեց, վերջ գնաց, այդ պահը գնաց, ինչ եք անելու։ Մեր գեները Կարելի է խնդրեմ պատասխանը գովազդից հետո։ Սիրելի բարեկամներ, այդ տեսեք, հենց մի անգամից գովազդից հետո դոկտոր Միրզաբեկը պատասխանելու է իմ հարցին։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը տաղավարում է կյանքի որակ կենտրոնի տնօրեն էպիգենետիկ Գյորգի Ավագյանը, դոկտոր Միրզաբեկը, եկեք զանգ ընդունենք, լսում ենք ձեզ։ Ալո։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասեք։ Ես մի հարց չի ուղղակի ընդհանուր էլի, մենք միասին չենք ապրում մոտ 10 տարի, ես 7 տարեկան, 10 տարեկան երեխաներին մեծացրել եմ ինքս, էլի, իմ վերջը հոգսերն ինքս եմ տարել ու ոչ մի արձագանք հոր կողմից չի եղել, վիրավորական է, ես իրան ներել եմ, ուղղակի տարիքով կին եմ, էլի 60-անց, ներել եմ շատ հարցերում ամեն ինչում, բայց ոնց որ այդ մաղձը նստած լինի, մեկ երեխաները, որ նեղվում, ասեն հորը դիմի, այսպես էնպես էլի դե հայկական վարիանտով, բայց ես էդ էլ ինձ համարում եմ, որ սխալ է էլի երեխաներին այդպես ճնշելը, չգիտեմ, ոնց կարելի է այդ էլ մի փոքր հարթել էլի, ինձ թվում է ես հարթել եմ, բայց մինչև չէ, դուք նոր ասացիք, որ ես ներել եմ, բայց հետո ասացիք, որ չեմ կարող ներեմ, եթե նստված կա տվել։ Հա, դա սուտա, չեստեն գարը։ Գիտեք, ցերեբրալ ուղեղով ներել է, բայց ռեպտիլով դեռ ոչ։ Ստեղով ինքը как бы ներում է, բայց մարմինը Ես ինչ լավ աշակերտն եմ, դոկտոր Միրզաբեկ։ Ռեպտիլն է ուղեղը, դա չի ներում, ու ինչքան էլ մենք գիտենք, թե որ մենք ներել ենք, բայց որ այդ մարդուն տեսնում եք ու լարվում, դա նշանակում է, որ մենք մեր էներգիա ծախսելով, սպանելով մեր երեխեքին, որովհետև ընդեղից ենք սնվում, կերցնում ենք այն մարդուն, ում չենք ներել։ Ու իրանք հանգիստ քնում են։ Գիտեք, որ ձեր թշնամիները ձեր միջոցով երկարացնում են իրանց կյանքը։ Ու եթե ձեզ ատում են, ավելի լավ է ձեզ ատեն, կամ թե սիրեն։ Դոկտոր Միրզաբեկ, ինձ թվում է մեր հեռուստադիտողը նա ճիշտ ճանապարհին է։ Նա ամեն դեպքում հասկանում է, որ այդ իր զգացմունքը նեգատիվ, որը կա, իրան խանգարում է։ Իր երեխաների հետ հարաբերությունը, ինչու եմ ասում, ըստ երևույթին, եթե ինքը հաղորդումից հետո ձեզ մի հատ զանգի հեռախոսով խոսեք կամ միգուցե այցելի ձեզ, ինձ թվում է դուք կարողանաք իրան իրոք օգնել, որտեղ ինքը ուզում է եւ պատրաստ է, որ իրան օգնեն, ճիշտ է։ Ավելի հեշտ կլինի։ Լավ, դոկտոր Միրզաբեկ, վերադառնանք մեր այն հարցին, որ ես տվեցի ձեզ, որ թե ինչ կարելի է անել այդ դեպքերում, էլի։ Որ 3 հատ ուղեղը միացվի, դաժե ուզում ենք մի հատ վարժություն անենք, մարդիկ երևի կթեթևանանք, հա։ Իմ հետ։ Չէ։ Հա։ Նա զրիցել եմ։ Դու հիշեք մի հատ օր, որ չեք կարող հիշեք, թո մարդիկ հիշեն, հա։ Ու ձեր կդրեք ճակատին։ Աչքերը փակեք։ Դե ես էլ անեմ էլի մի անգամ։ Հիմա հիշեմ ինչ օր, որը մի հատ օրը չես ուզում հիշես։ Ախ, չեմ ուզում այդ օրը հիշեմ։ Ու տեսեք գլխումը չափը 0-ից 10-ը ինչքան է, օրինակ 10 էլ տեղ չկա, գլուխը պայթում է կամ ցավում է կամ կպչուն մտքերը, այդ 10-ը, հա,
կամ 0 հեչ։ Նայեք ինչ թիվ է, 7, 5, ամեն մարդու։ Ինքներս որոշենք, մենք թե մոտավորապես ինչքան է չափը դրա ինչքան է։ Օրինակ վերցնենք 7, հա, մեկին 7, 7 կպչուն մտքեր, լարվածություն գլխում, խառը մտքեր, դա 7։ Դու դրեք ձերքը կրծքավանդակում, լիմբիչսկի ում, էմոցիոնալ։ Ուղիղ գործունեություն են։ Ու նայեք անհանգստությունը կամ վախը, կամ չարությունը, ինչքան է այլ թիվը։ Սրտի խփոցից կարելի է զգալ, թե դա իրոք ազդում է հուզական ձևով քո վրա, թե արդեն անտարբեր ես դրան, չէ՞։ Ու օրինակ ստեղ 5 է, օրինակ, կամ լարվածությունը, կամ վախը, անհանգստությունը։ Հետո դրեք ռիպտիլն է, ուղիղ հետո պորտա։ Պորտոն ուտես մարմինը կուչ է գալիս, կամ ջղային է, կամ ագրեսիվ է, այդ բնազդաբար։ Հա, ռիպտիլն է։ Կամ ուզում է փախչի, ուզում է թաքնվի, ուզում է մուրհանի, տարբերություն չկա։ Այդ բնազդը, էլի ինչքան է, դա ագրեսիան, օրինակ 10, կսկված ձեքերը սենց, հա, ու մենք չափեցինք, հա, ստանում ենք դրանց գումարը, չափը, հա, բոլորը պետք է գումարենք իրար, ստեղ 10, հա, 22, չէ, не надо прибавлять, չէ, պետք չի, իրանք առանձին են, հա, լավ, ու ձիքը դնում եք, աշկիրի փակում եք, ուժե տեստ է գնում հիմա, փորձնական տեստ եւ թեթևություն, որ անենք թեթևություն։ Ու ուղիղ մտքերին նայեք որպես վազող տողեր։ Նայում եք որպես վազող տողեր։ Ու խոստովանում եք, որ դա ձեր մտքերն է, ոչ հարևանին։ Չէ՞, մերն է։ Ու կրկնեք հիմա, ես խոստովանում եմ իմ ամբողջ մտքերից, հետևում եմ իրանց, այդ վազող տողերին նայելով։ Եվ տեղ եմ տալիս, ոնց է հյուրերին տեղ տալիս, որ գալիս են ձեր տուն, նույնն մտքերին տեղ տվեք, որ դա ձերն է, ինչու եք քշում, ընդունեք, որ դա ձերն է մտքեր, հա, ու այդ ժամանակ գլուխը միջև մեջ կա, ուսերը միջև հետ, խորը շնչեք, տեղ տվեք այդ մտքերին, սրտով, տես ադուշի, երկրորդը, да, вот так. Ուսերը հետ, գլուխը հետ։ Всё, достаточно. Հետո ձերքը դնում եք ստեղ։ Ահա։ Այդ վախ, անհանգստությունը, բարվածությունը։ Ես խոստովանում եմ իմ ամբողջ զգայարաններին, ճիշտ եմ ասում, չէ՞։ Հետևում եմ իրանց, էլ աշկերը փակ, հետևում եք իրանց եւ տեղ եք տալիս։ Նորից գլուխը հետ, ուսերը հետ, խորը շնչեք։ Տեղ տվեք այդ զգացմունքները, դա ձերն է, զգացմունքները։ Դե իհարկե։ Ահա, որ 3 անգամ շնչեք, խորը։ Հետո ձերքը պորտում։ Օրինակ, եթե ագրեսիա է, պատկերացրեք, որ ուզում եք հարձակվեք, հոշոտեք։ Չափազանցրեք։ Եթե ուզում եք փախչեք, ձևացրեք, որ փախչել եք։ Ու ասում եք, ես խոստովանում եմ ամբողջ իմ բնազդներին, որը ապահովում է իմ անվտանգությունը եւ տեղ եմ տալիս նորից голова туда и плечи назад միջև վեր 3 անգամ առանց հավատ պետք է հավատալ կամ չհավատալ որը շնչեք հետո ձեկը դնում եք սրտին տեսեք ինչքան է մնացել այդ 7-ից կամ 5-ից նույնը ավելի շատ կամ քիչ։ Էլի տարբերություն չկա, պրոստը չափեք նորից։ Ու դրեք ձերքը ստեղ։ Եղել է 7, հիմա կարող է լինի 5 կամ 10։ Ոչինչ։ Ձերքը դրեք պորտում, ու նայեք այդ ագրեսիան ինչքան է, կամ փախչել է, կամ տեսնես թեթևացել է, կամ ավելի ալարվել, տարբերություն չկա։ Նորից գնացեք սրտին, ու այդ ժամանակ ուժը պետք է թեթևան։ Երկրորդ ռեյսը։ Նորից գլխին, տեսնում եք ուժեր կպչուն մտքերը այդքան չի ազդում։ Նորից փորիկին, մարմինը թուլացավ, ռելաքս։ Հա, նորից սրտին, այդ դեպքը հիշում եմ, բայց վախը չկա։ Ճիշտ է, դա չի բուժելու միջև վերջ, բայց դեղ չեք խմելու։ Դե իմ մոտ ինչի հիմա դա չի ստացվի, որովհետև իհարկե այդ ինչ որ դուք ասում եք, պետքա մարդը լրիվ լինի հանգիստ վիճակում, լրիվ ռելաքսացիայի մեջ,
կարողանա խորանա, այս պայմաններում իհարկե ես չեմ կարողանա հետաստիճանի անջատվել այս իրավիճակից, ամեն դեպքում սա հաղորդում է եթերը, բայց ես մտածում եմ, որ աուտոտրեյնինգի ինչ որ ինքնավարժանքի ձևով եթե դա արվի, որ իրոք մարդը կարող է որոշ չափով կառավարի իր զգացմունքները եւ այնքանով ճիշտ կկառավարի, որ մենք հիմա կարող ենք զանգ ընդունել։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն ես այսպեսի մի հատ խնդրանք ունեմ, էլի հարց ունեմ ձեզ տալու։ Դուք խմիչքի հետսեր ունեցող մարդկանց, ասենք տղաս 34 տարեկան է, մի անգամ բուժվել է նարգաշկի, բայց նա չի կարողանում որ թարգի։ Հնարավոր է ձեր միջոցով ստացի, որ նա սերը թարգել այդ խմիչքի ազդեցությունը կորիր է մոտից, որտեղ նա չի կարողանում։ Դե խմիչքը ես բացատրեմ ինչու է մարդը սկսում, անպայման չէ խմիչք, մեկը նարկոման է դառնում։ Ես էլ եմ խմել Սանկտ Պետերբուրգում, ես իմացել եմ, դա նորմալ երևույթ է։ Оказывается, ես իմ փոստն եմ լսել։ Պակասում։ Ինքնա հանգստացրել եք ձեզ, որ Spirit перевод как душа։ Ու մենք խմիչքով հոգին լենացնում ենք։ Ու իհարկե դա կոմֆորտ է բերում, որովհետև էլի մանկությունում շատ են ճնշել, եսը կորցրել, մարդու եսը կորել է դպրոցից, ամոթանքից, հայտարարքից, ծեծելուց, ստիպողականությունից, երևի կիսատ են։ Այն մարդը, որ չի խմում, երևի ուրիշ պրոբլեմ ունի, միոմայա կամ ուռուցքա կամ մի տեղով պետք է լցնվի։ Այ թույլ տվեք ես ասեմ, չէ։ Հա, դա ձեր գործն է։ Դա ձեր գործն է բժիշկի։ Ով չի խմում, ճիշտ է անում 100%։ Չէ, ոչ մի վատ բան չի։ Ես չեմ ասում, որ լավ է, նե, ճիշտ չեք հասկացել։ Ով չի խմում, իրան էլի մի բանով ինքը լցնում է, կամ ուտելով, կամ կռիվանելով, կամ ռիսկով, այլ սառից թռնում են բան, մի բանով ինքը պետք է լցնի։ Եվ ինչ-որ բանով փոխարինում է, եթե մարդը գա, ասի, դոկտոր փրկի ու անկեղծ պատասխանի, հա, կարելի է։ Հիմա Տիկինը ինչ է հարցնում, եթե օրինակ այդ երիտասարդը 34 տարեկան ընդամենը կարելի ասել, սկի միջին տարիքին իր չի հասել, եթե դիմի ձեզ կարելի է իր հետ աշխատել։ Գասի փրկի, հա, բայց շատերը գալիս են, խափում են, որ նորից շարունակեն։ Լավ, զանգ ենք ընդունում, լսում ենք։ Ալո, բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ։ Այո։ Ես 4 տարի տառապում եմ։ Ինչ է ձեզ հետ ասեք։ Ինչով եք տառապում։ Ալո։ Կպչուն մտքեր ունեմ, ստրես եմ տանում։ Հա։ Ինքնագնահատականը սա շատ ընկնում։ Ցածր, հա։ Հետո քթի շրջանում ցավեր եմ ունենում եւ այդ դրանք ինչ որ մտքեր են ինձ բերում, որ դու չարժե ապրես, դու ինչ որ այդպեսի բաներ բացասական։ Չեմ կարողանում ազատում այդ մտքից։ Չեք կարողանալու ազատեք, մինչև ծրագիրը չփոխվի։ Դա կուտակված ստրեսներ դա, որտեղ ձեր գնահատականը միշտ կոտրել են, մեղադրելով կամ պատժելով կամ ցածրացնելով։ Դե մենք ոնց ենք կոտրում երեխեքին միշտ։ Դու սենց ես, դու չարն ես, դու վատն ես, չի կարելի ամոթակ, ողքես նստի։ Այնայի տեսեն այնքան լավն է։ Ու այն ժամանակ, որ համեմատում են ուրիշին, եսը կոտրում են։ Ճապոնացիք ինչ են անում։ Ասում են, դու երեք ավելի լավն էի, քան թե այսօր։ Քեզ հետ եմ համեմատում։ Բայց մենք ասում ենք, ինքն է լավը, քան թե դու։ Դրա համար եսը կորում է մարդու։ Ու նախանձություն է գալիս։ Լավ, այդքան հին, այդքան հմուտ մենք ժողովուրդ ենք, մուդրի նարոդ ասում ենք, էլի մենք հայերս այդքան բան չենք հասկանում, որ ասենք երեխեքի գոնե դաստիարակման հարցերում ճիշտ ձևի մոտենանք, էլ այդ երեխուն շատ դիտողություն չանենք, այդ երեխուն անվերջ չասենք չի կարելի, չասենք այն հարևանինը կամ քո դասարանի այս երեխեն ավելի լավն է։ Ասում աստեղ ինչ է, ասում երկու հոգի ունենք, մեկը ուզում է սպանել մյուսին։ Ու իհարկե այդ երկու հոգին, եթե հայերեն եղերնյոր այնքան են տանջել եւ շատ են տանջել հայերին, уже недохылка была. Там надо было спасаться. Այստեղ մեկ էպիգենետիկային ենք վերաբառնում։ Уже բնազդա սկսել աշխատել, ոնց ինքը փրկվի, ապահովի, հա, որ իրան սահմանը պահի։ Ու դրա համար որ դուրս գաս այդ վիճակից, уже ամեն մարդ այդքան հեշտ չի դուրս գա այդ վիճակից։ Ինչքան էլ դաժե շատ կարդաս, կարաս մի բան հասկանաս, բայց այդ ռեպտիլնի խելքը, ուղիղ մարմինական կենթանական խելքը ինքը ուժը
ամեն ինչը իրան не нравится, да, դուրս չի գալիս, ուժը սկսում է կամ ագրեսիան, կամ կծկվել, կամ կոնտրոլ։ Անկախ։ Հիմա օրինակ, ասենք նման, եթե հիմա գիտեք չէ, պացիենտ հայերեն բառ կա, բուժառու։ Նման բուժառուն, ձեր դեպքում այդքան է բուժառու չի, եթե դիմի ձեզ, կարելի է հետ աշխատել։ Конечно, պետք է պատճառը գտնվի, значит Ինչեր ես ասում, դոկտոր Միրզաբեկ, մենք ամեն անգամ հաղորդման ժամանակ տալիս ենք եւ այն հեռախոսը, որով այ հենց հիմա կա, որը կարելի է զանգահարել այստեղ, բացի դրանից տալիս ենք հեռախոսը ձեր։ Եվ ինչն է ինձ զարմացնում, որ ես հիմա դիմում եմ ավելի շատ ձեզ, սիրելի բարեկամներ, դուք մի սպասեք, որ անպայման գա այն օրը, երբ որ դուք ձեզ թվա, որ ձեզ պետքա զանգել որևէ հաղորդման եղած հյուրերից մեկին, միշտ չի, որ հեռուստացույցը դիտելուց հաղորդումը ձեզ համոզված եք, որ ձեզ հենց պետքա լինելու նման մասնագետը, բայց մասնագետ on-line հաղորդումը հենց նրա համար է, որ դուք հավաքեք այդպիսի մասնագետների տվյալները, ինչի եմ ասում, ամառը ես երբ որ արտասահմանում էի, լրիվ ուրիշ համարով փոխել էի SIM քարտս, ինձ գտան այդ համարով Հայաստանից, հատուկ նրա համար, որ այո, որ ես ձեր համարը իրանց տամ, ես իհարկե մեզ սիրով տվեցի համարը, բայց ուզում եմ ասեմ, որ գործը կարելի է հեշտացնել, մարդիկ պետք է ունենան համարագրված, որ իմանան, եթե կպչուն մտքերով չունի, այսօր մի քիչ չի նեղություն չի տալի, վաղը մյուս օրը մեկը տենում ես, որ չես կարողանում ազատվես, որ պետքա օգնություն եւ կդիմեն ձեզ։ Դա։ Դե գիտես, ասում насчет образования ուզում եմ խոսամ։ Ուսանողը պապային հարցնում ասում է, պապ, կանիկուլա սկսել, որ ծով եք գնալու։ Արձակուրդներ։ Ասում է, բալա ջան, այս տարին ձեր ուսուցիչներն են գնալու ծով։ Знаете, образования нет։ Ուսուցիչներն են գնում ծով։ Փոխանակ սովորացնեն քեզ մի բան։ Կաշառքներ։ То есть, բալա ջան, փող չունեմ։ Փող չունեմ։ Ուսուցիչներն են գնալու ծով։ Սա ամբողջ փողը տվեցինք ուսուցիչներին, Դե ոչինչ, մարդը մենք համարում ենք, որ ամենաճիշտ ներդրումը դա։ Դիպլոմն է կարևորը, դիպլոմը, ոչ կրթությունը։ Да, даже есть банковский մի հատ ձելը, մի հատ կլիենտ ունեմ, красный диплом։ Ինքը հասարակ հարցերին չի կարող պատասխանել։ Понимаете? Բայց իրեն կարմիր դիպլոմ, ասում աշխատում ես, ասում չէ։ Դե իհարկե ինքը ոնց աշխատի, եթե ինքը չի սովոր։ Դե դա ծայրահեղություն է։ Այդ կրթությունը, եթե չկա, իհարկե բջիջները միշտ կենթանական են աշխատելու։ Գեները կենթանական աշխատել, ոչ չերեզրազում։ Բնազդաբար։ Իհարկե միշտ պրոբլեմների մեջ ալնելու։ Ինքը բնազդաբար ապրելու։ Ես sense խոսում, դա կարելի է ասել, կարելի է կամանալ։ Ինչու եք այդպես խոսում։ Կամ կարելի է կամանալ։ Խնդրում եմ բառը շատ լավ կլինի, ինչքան կարելի է մարդ ավելի շատ օգտագործի, ինքն իրան հանգստացնում։ Միշտ ստրես է, կողքին մարդիկ տեսնում։ Այնքան լավ է, չեք պատկերացնում, եկեք գովազդի գնանք, սիրելի բարեկամներ, մի քիչ էլ հավաքեք ձեր մտքերը գովազդ դիտելով իհարկե, եւ իհարկե կարող եք հասնել զանգահարել, մենք բավականին մեծ տեղ ունենք ժամանակահատված, մասնագետ on-line-ի հարցերը տակ դոկտոր Միրզաբեկին։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը, դոկտոր Միրզաբեկ, հարց ունենք, լսում ենք։ Ալո։ Այո, բարև ձեզ։ Ես իմ հարցը թորնիկիս է վերաբերվում։ Նա 11 տարեկան է, ու անընդհատ ասում է ուզում եմ մահանալ, ուզում եմ մեռնել, ուզում եմ ինքնասպան լինել, բայց հոգեկան այդպես խնդիրներ չունի։ Դա ինքը կրկնում է համ տատիկի կամ տատիկի բարերը կամ մամային։ Մերդեն բրցնեմ, անկախ իրանից։ Չէ, կա տենց բան ընտանիքում։ Չէ, տենց բան չկա ընդհանրապես։ Մենք Գիտեք, երեխեն ինքնուրույն չի կարա էտի անի, միջև տունը լարվածություն չլնի։ Լարվածություն չկա, ուղղակի ամուսնալուծված են իր ծնողները։ Հերիք է, էլի։ Բայց ուրիշ պրոբլեմ չկա, ինքը վատ չի ապրում։ Դե, գիտեք, կատվի վախը դա ուժե կարող է լինի սկիզբը, որ երեխուն կյանքը կոտրվի։ Դա ուժե մորը հետ պետք է աշխատվի, եթե տղա է։ Ավելի լավ է մորը հետ աշխատվի, հա։ Մամայի մեջին վախերը որ դուրս գա, երեխին կթեթևանա։ Գենը մի հատ է, հա։
gen 1, ու սա երեխեքը նույն գենով են ապրում, նույն ինֆորմացիոն մատրիցայով են ապրում։ Во-первых, вообще-то ген, գիտեք ինչ կան դու հիմա ասեք, դուք ասելու եք արդարությունով, որ դուք լավ ընտանիք եք, իհարկե սա լավ ընտանիք է։ Պրոբլեմներ բայց լուբոյ մի փոքր պրոբլեմ է ելիկա։ Բայց 3 եղբայր են, մենակ իր մոտ է։ Դե ասма մենք չենք կարող լինենք նման։ Գիտեք Տիկին, ես ուղղակի խնդրում եմ, ուղղակի մենք որ այսպես աճ խոսենք, այն ինչի մասին, որ դեռ դուք չեք կարող ամեն ինչ ասել հիմա, քանի որ ժամանակը քիչ է, դոկտոր Միրզաբեկը չի կարող պրոբլեմը լրիվ հասկանալ։ Հաղորդումից հետո մի հատ զանգահարեք դոկտոր Միրզաբեկին, արդեն ինքը կտա այն հարցերը, որը գենը կրոլիկին, ծառին, կապուստայ, կաղամբին եւ մարդու նույնն է։ Հաշիշտ եք։ Մեջին նայած ինչ ինֆորմացիա մատրիցա է մեջին, ու մարդ կդառնա կամ ծառ ծնվելուց։ Մարդու մեջին է կատարվի։ Գիտությունը մի քիչ ուրիշ կերպ է դրան նայում, բայց ես ձեզ հետ չեմ վիճում, դոկտոր Միրզաբեկ, հա։ То есть դրա համար սա ուժը ցղային գիծնել է հավաքվել։ Դե ամեն դեպքում դոկտոր Միրզաբեկ, ոչ մի ընտանիք չի ամուսնալուծվում, ուղղակի սենց մի օր գալիս են ասում են, գիտես, երևի հերիքա դու ուրեմն գնում ես այս բնակարանը, ես մնում եմ ստեղ։ Դա մի process է, որի մեջ ամեն կերպ լարում է ստեղծվում, լարվածություն։ Երեխան այդ ամեն ինչը տեսնում է։ Մի երեխա կարող է ավելի թեթև տանի, մյուսը այնքան ծանր տանի ծնողների բաժանումը, որ իր մեջ մտնեն այդպիսի մտքներ։ Հենց որ սա պետք է հատուկ մի հատ, ոնց որ ասած, դուք իմանաք ինչումն է բանը եւ միգուցե ինչ որ մի բանով կարող եք լուծել։ Հիմա դոկտոր Միրզաբեկ, մենք ձեզ հետ այդ հարցը շոշափեցինք, մարդկանց հաջողակ եւ անհաջողակ ընկալումը։ Ինչ եմ ասում ընկալումը, որովհետև եթե մենք կարծենք, որ ովքեր որ շատ լավ են ապրում, հասել են ինչ որ առաջադիմության եւ իրենց կյանքում աշխատանքում, նրանք միշտ հաջողակներն են, իսկ նրանք ում հոտ չհաջողվեց, կարիքի մեջ են, ոնց որ թե ոչ մի բան այդպես էլ չեն հասցրել հպարտանալու համար, նրանք բոլորը անհաջողակ են։ Եթե իմանաս, որ այդպես է, հարցը շատ հեշտ է, բայց այդպես չի։ Մեկը, որ ոչ մի բանի չի հասել, այնքան երջանիկ է ապրում, այնքան ինքը իրանից գոհ է, բոլորի վրա խնդում է, այսպես ասած, էլի, որի Դա բարիդա времени։ Դե ինչ որ է, դա իսկական պրոբլեմ է, թե չէ, լուբոյ աղքատ մարդը երևի ասում է հարուստալնել դուխա պետք, հա, կամ ռիսկա պետք։ Ու մենք լուբոյ մարդը երևի փողի հետ մոմենտում երևի կոտրվել ենք։ Ես ինձ որ այլ եմ հիշում անկությունում, որ փող եմ կորցրել, հաս չեմ արել տուն, շատ եմ ինձ նեղվել, հա։ Մեկը փողը շատ ա եղել կորցրել է, որոշում ա կայացրել, որ փողը չի կարելի պահել, ու ամեն զիբիլա տեսնում առնում, որ փողը կորցնի, չլինի։ Եվ մեկը, որ հիաստափվում է, ասում է, վсё, այսօրվանից ես չեմ հավատու ոչ մեկին, ու մնում է աղքատ։ Հետո տեսնում է երեխեն, ահա որ հիվանդ է, բայց փող չունի բուժելու։ Ու սենց տանջվում են ու գնում են այն աշխարհը սաղ ընտանիքով։ Այն մարդը, որ հիաստափվել է մեկից, որ դա վեր է արել, ինքը չի որոշում կայացնում, որ այսօրվանից այդ մարդկան չեմ հավատալու։ Ինքը ասում է լավ դաս ա տվել ինքը ինձ։ Շնորհակալ եմ, թշնամի ջան։ Ես եմ պատասխանատու, որ դու ոնց ես ինձ վերաբերվել։ Լոխ Պետրովիչ էլի գլուխը իջացրել է, նստել է։ Ու այդ օրվանից ինքը ուժը ավելի փորձ է հավաքում, միուս պապիտկա է անում հարուստանա ֆինանսական կամ հաջողակ հոգով։ Դոկտոր Միրզաբեկ, զանգը ընդունենք, հետո կվերադառնանք։ Լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն ես հարց ունեմ, ուղղաստես։ Ուրեմն եթե դա համարենք կպչուն միտք, ժամանակի ընթացքում ինչ որ մտքեր եմ ունենում, որը հետագայում ոնց որ ապագայի կանխապուշակում, կողմնորոշում լինի, չգիտեմ։ Ուրեմն խնդրում եմ տալ դրա բացատրությունը։ Դե մի հատ օրինակ բերեք, Տիկին, օրինակ ինչ է եղել, որ ունեցել եք, հա։ Ինչ որ մի բան, որ դեռ չի կատարվել, բայց ես զգում եմ դա իմ մտքերի մեջ ինչ որ մեկը ասում է դա։ Нереализованные желания։ Ուստեղ ռեպտիլնի ուղիղ միացվել, կենթանական բնազդ, որովհետև ինքը չի ներում կրվելը։ Երբեք չի ներում։ Ու ինքը միշտ ասում է գնա վրեժ լուծի կամ գնա ստացի, եթե դու մի բան որոշել ես։ Սիրտը ու գլուխը չի թողում։ Որովհետև ասում է վտանգ կլինի, վախեն։ Ու կներեք։
ուրեմն ասենք ժամանակի ընթացքում վատ մտքերը ու որոնք իրականություն են դառնում։ Այսինքն կարելի է ասել դրան ինտուիցիա, ասենք մարդը ինչ որ բաներ է զգում ու դա կատարվում, ասում է ես լավ ինտուիցիա ունեմ։ Այդ ինտուիցիա չի, ինքը զակազա տալիս։ Ինքը զակազա տալիս, որ տալ լինի։ Պատվիրում է ինչ որ մի ցանկություն, որը մեկը գնում ավտոբուսում, ասում է կինս վատնա, մտածում է, էլի։ Երեխեքը տուպո են, դեբիլ են, չեն սովորում։ Շեֆս սվոլոչ։ Գերներս սախ օգտվում են ինձանով, ապրում եմ ինչ անեմ, ու լարված, ողքեն հրեշտակը նստած, գրում է իրան մտքերը։ Հետո բլոկնոտը փակում է, ասում է, «Неужели ես էշին նադայել չի եղել, ամեն օր նույն բանը զակաց տա»։ Բնայցե։ Այսինքն պետք է անեմ։ Իհարկե, դուք ասել եք, դոկտոր Դավիթ, դուք սկզբից ասում եք, ասել եք мысль материальна։ Իհարկե материальна։ Եվ մենք почему-то ուշադրություն չենք դարձնում դրան։ Ես սկսել եմ ուշադրություն դարձնել, դրա համար դուրս եկա էպիգենետիկայի։ Ոնց Էյնշտեյնը ասում է, как делаются открытия Էյնշտեյնին։ Ասում է, որ սա գիտեն, որ դա անհնար է, կամ մի հատ տուպոյ դեբիլ, որ չգիտի, որ անհնար է։ Ու հանգարց։ Դա էլ ես եմ ասում։ То есть ես էլ եմ դեբիլ, որ անհասարակ բաների մեջ եմ ընկել եւ տեսնում եմ ռեզուլտատ։ Հա, ու մարդը որ 20 տարի տանջվել է, հիմա շփտում է։ Ու հետո գնում է տուն, տանը չեն հավատում, որ ինքը լավ է, որովհետեւ չեն ընդունում թազա մարդուն։ Որ 20 տարի նույնն են տեսել ու հիմա ինքը շփտում է։ Ու սկսում են, ասում են, երբեք դու դերասանություն ես արել 20 տարի։ Ուրեմն, то есть շրջապատը էլ չի թողում ինքը բուժվի, որովհետև ինքը ուժեղ իրանց պետք չի, իրանց պետք է իրանցից ցածր։ Դրա համար կյանքում մի բողոքեք, մի ասեք, որ վատ երազ եք տեսել, մի ասեք, որ գլուխը ցավում է, դուք բարձրացնում եք, ում ասում եք, իրան։ Ու իհարկե իրանք ապագայում չեն թողում, որ դուք բուժվեք, որովհետև իրանց համար դա հարմարավետ է, մեկը ինձնից վատ է ու կարելի է սնվել։ Էմիլ Գաբրելյանը, ակադեմիկոսը, իմ ուսուցիչն է նա եղել, նա ասում էր, որ երբեք մի բողոքի, որտեղ ասում է, այն ով որ քեզ չի սիրում ու վատ է վերաբերվում, ինքը կուրախանա, իսկ այն ով որ լավ է վերաբերվում, կտխրի, ինչ ես ուզում քեզ լավ վերաբերվողին տխրացնես, իսկ այն ով որ վատ է իրան ուրախացնես, զանգ ընդունենք, լսում ենք։ Ալո։ Ալո։ Լսում ենք։ Բարև ձեզ։ Ես մի հարցով եմ զանգել, մամայիս համար է, էլի։ Ինքը 49 տարեկան է։ Ես արդեն մի շաբաթ է, լավ չի քնում, քնից վեր է թռչում։ Ասում է ինձ ինչ որ մեկը սպասում է, ուզում եմ մի տեղ գնամ, ուզում ինչ որ մեկը կանչում է։ Բայց ինքը կպատասխանի անկեղծ հարցերին։ Այո, ինքը նորմալ մարդ։ Ինքը ցանկանում է դուրս գա այդ վիճակից։ Ինքը շատ ուզում է։ Всё, պրոբլեմ չունեք։ Պրոբլեմ չունեք։ Հարգելի հեռուստադիտող, շատ շնորհակալություն ձեզ, դուք շատ լավ որդի եք, որ զանգել եք, ուզում եք ձեր մայրիկին օգնել։ Խորհուրդս մեկն է, հիմա մենք եթերում չսկսենք փորձել գտնել պատասխանը, կզանգահարեք հաղորդումից հետո դոկտոր Միրզաբեկին։ Հաջողակ, անհաջողակ, այն անցյալ որ Skyway-ի մասի որ խոսում էի, ներդրում եմ ասի 70 հոգի փող են դրել, պատկերացրու, որ հետո այդ հարցրել եմ, ինչու է պատճառը, ասում եմ, որովհետև մենք հասկացանք, որ не на кого надеяться. Лучше сейчас рискнуть, даже если проиграем, но мы что-то сделали в этой жизни. Առաջ մենք ասել ենք վայ սուտա, վայ վատ կլինի, նես կլինի, ու տեսնում ենք, որ օրիսօր փչանում ենք։ Ու ես ուրախացա, որ գոնե 70-100 հայ կհարստանան։ Այո, ոնց կհարստանան։ Ու даже Ղարաբաղցը կելը, 15 հոգի Ղարաբաղցի են ներդրում արել։ Այդ շատ զարմանալի է, որտեղ Ղարաբաղցիները արցախցիները շատ ողջամիտ են, անհավատ բաներ եմ ասել, էլի պիրամիդայի պես, բան, բայց իրանք ուսումնասիրել տեսան, որ դա պիրամիդա չի։ Լավ, այդ գիտեք ինչ, ամեն մեկը թող իր որոշումն ընդունի, եթե պետքա ձեզ հետ կկապվի, դուք կբացատրեք։ Հիմա հաջողական հաջողակի հետ կապված, ես ինչ եմ ուզում ասեմ, դոկտոր Միրզաբեկ, ոչ թե մարդը կարողանա հարստանա թե չէ, այլ որ հաջողակ անհաջողությունը դրա հետ իմ կարծիքով կապ չունի։ Ասենք, գիտեք ոնց, նայած մարդը ինքը իր մասին ինչ է մտածել, ինչ նպատակ է դրել, կարող է ինքը նպատակ է դրել դառնա երկրի նախագահ, չէ՞, բայց մեկը կարա լինի 8 տարի,
8 իր ժամանակն անցավ, ինքը չդարձավ։ Ինքը կմտածի, որ ինքը անհաջող, իր մոտ չստացվեց դառնալ նախագահ։ Մնացածում ամեն ինչում լավ է, ինքը ասենք ուրիշ լավ պաշտոն ունի, բայց դա չկարողացա։ Իսկ մյուսը ոչ մի նպատակ չէր դրել, հանգիստ իր համար ապրել է, ինքը ինչի է անհաջողակ, ինքը ոչ մի բան չի ուզեցել անի, ոչ մի բանի չի։ Դե հաջողակ, անհաջողակ ամեն մարդը իրան դիրքումն է, հաջողակ կամ անհաջողակ։ Այո։ Հա։ Կարևորը որ դու ապագան можешь управлять будущим։ Հա։ Ոչ վախենալ հանկարծ մի բանալնի ապագայով։ Այո։ Դա է հաջողակը։ Կամ ուզում է պրեզիդենտ դառնա կամ պրոֆեսոր, դա իրանց գործն է, որովհետև ինդիվիդուալ ամեն մարդ իրան ցանկություններ ունի։ Մեկ ուզում է խոդոժնիկ դառնա։ Կարևորը որ ապագայում դու լնես ապահով։ Ու այսօր պետք է մտածես ոչ վաղը վրա, 10 տարի առաջ։ Լավ, քիչ ժամանակ է մնացել, մի զանգել ընդունենք, լսում ենք։ Հա, չկա տեխնիկական պատճառով։ Դա, ինչ խոր։ Եկեք ամփոփենք, որովհետև 2 րոպե է մնացել, դոկտոր Միրզաբեկ, խնդրում եմ այս մեր հաղորդման այսօրվա այդ ուղեղների եւ այդ ներդաշնակության խնդիրները գտնելու հարցերին պատասխանելու հետ ամփոփեք։ Մենք ունենք 3 ուղեղ, ամեն ուղեղը իրան էշնակշում, ոնց ասեմ։ Եվ կապված են եւ առանձին։ Եվ առանձին։ Եթե մարդ վիրավորացա սիրտով, իհարկե վիրավորանքի հետ միացվել է ագրեսիա, նախտ, կամ եթե ինքնախղճում է ինքը իրան, значит անպայման կա ագրեսիա։ Որովհետև մարմինը միշտ միացնում է ռեժիմ защиты, պաշտպանություն։ Եթե այդ ագրեսիան ուժել շատ չի իրականացվել, միացնում է բնազդ փլվել, թաքնվել, բախկվել, փախչել, անտեսանելի լինել։ Կամ գոլոշանալ։ Դա։ Նայած ինչքան է էներգիա ծախսել, որովհետև կռիվ չկա, բայց ներսում դու միշտ պայքարում ես։ Ու ինչքան ակումուլյատորը նստում է։ Հա, ու մենք ասում ենք լավ վաղը չեմ յուս օրը, հետո անկողնին տակին չի շիկանում, ուժը ուշա։ Это արդեն հիվանդություն է, լավ։ Уже, да, потому что դա է բերում։ Առանց հոգեբանական ստրես դու ոնց հիվանդանաս։ Մարմինը ինստրումենտ է։ Ինչ զգացմունք շատ օգտագործես, օրինակ պատկերացրեք լիմոն։ Գցեք այդ լիմոնը։ Ու գնալու այդ օրը, երբ դու կերել ես լիմոն, ու այդ զգացմունքը բերելով աստեղ։ Եթե օրը 20-25 անգամ պատկերացնես լիմոն, իրիկունը դժվար հաց կուտես։ Սլիզիստը կչորանա։ Լորձաթաղանթը։ Նույնը որ մենք վատ բաներ ենք հիշում, սիրտի պատնա չորանում։ Աղիքները, ուղիղը, ոսկրները, աչքերը։ Եվ всё, գնաց են աշտարը։ Հա, դոկտոր Միրզաբեկ, շատ շնորհակալություն։ Ես ինչու չեմ ափսոսում, որ այսօրվա մեր հաղորդումը վերջանում է, որտեղ մենք կրկին կհանդիպենք իհարկե։ Ես կարծում եմ, որ իհարկե նման ձևի վերաբերմունքով, մոտեցումով մարդկանց օգնելու մարդիկ մեր երկրին պետք են։ Եվ շատ լավ է, որ դուք ձեր վրա եք վերցրել, ձեր կյանքի փորձով, ամեն ինչով փորձում եք անեք այնպես, որ մարդկանց ինչ որ խնդիրները պակասացնեք։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, ստեսություն, մի հիվանդացեք։